Ըստ վիճակագրական տվյալների 2013 թվականի ապրիլին Գյումրիում գների դիտարկումների արդյունքում արձանագրվել է սպառողական գների ինդեքսի աճ 2010 թվականի բազային տարվա համեմատությամբ այն կազմել է 13,9%։ Սպառողական գների ինդեքսը գների փոփոխությունն է միայն սպառողական զամբյուղի 400-ից ավելի ապրանքների եւ ծառայությունների համար, որում գերակշիռ է սննդամթերքը։ Բարենային ապրանքների գներում արձանագրվել է նվազում 0,2% նախորդ ամսվա համեմատ, սակայն որոշակի ապրանքատեսակներում այդ գները աճել են։ Արձանագրվել է գների անկում բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում։ Վիճակագրական տվյալների համաձայն ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ հացամթերքի ապրանքախմբերում 0,6%-ի աճ արձանագրվել։ Մսամթերքի գնային ցուցանիշի փոփոխություն չկա, սակայն մյուս ապրանքատեսակների դեպքում պատկերը նույնը չէ։ Ձկնամթերքում արձանագրվել է 1,7%, կաթնամթերքը 0,6%, ձուն 0,7%, կենդանական եւ բուսական յուղերը 0,9%, միշկը 8,5%, բանջարեղենը նվազել է 7,3%։ Ոչ բարենային ապրանքատեսակներում 2010 թվականի համեմատությամբ 12,4, իսկ նախորդ ամսվա համեմատությամբ 0,2%-ի աճ է գրանցվել։ Աճի ցուցանիշը չի շրջանցել նաև ծառայությունների մատուցման ոլորտը։ Բազային տարվա համեմատությամբ 9,7 ապրիլին նախորդ ամսվա համեմատ 0,2%-ի աճ կա։ Տնտեսվարող սուբյեկտները, որոնք ապրանքներ եւ ծառայություններ են արտադրում կամ մատուցում, նրանք գիտեն, որ արդեն վառելիքեկինը առաջերտին գազի, էլեկտրոէներգիայի թանկանալու է, դրանից հետելով իրենց սպասումները դրսևորում են, որ պետք է իրենք էլ իրենց ապրանքներ ծառայությունները թանկացնեն։ 2013 թվականի սկզբին կառավարությանը հանրապետության նախագահը հանձնարարական էր տվել առ այն, որ տնտեսական աճը կազմեր 7%։ Այն բարձր ցուցանիշի, ասում է տնտեսագետը։ Տնտեսական աճը համախառն ներքին արդյունքի ցուցանիշով է չափվում մեկ բնակչի հաշվով։ Ուստի գնաճն այս տարի չի կարող գերազանցել 5-ից 6%-ը։ Բոլոր ապրանքների ծառայությունների ծախսերի մեջ բավական որոշակի կշիռ ունեն էլեկտրոէներգիա եւ գազի ծախսումները, այս առումով թանկացումներ անպայման կլինեն։ Հունիսի 7-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշել էր գազի սակագինը մինչև 10,000 խորանարդ մետր գազ սպառողների համար որպես վարձավճար 1 խորանարդ մետրի դիմաց սահմանել 156 դրամ, նախկին 132 դրամի փոխարեն, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը 38 դրամ ցերեկվա եւ 28 դրամ գիշերվա համար, նախկին 30-ի եւ 20-ի փոխարեն համապատասխանաբար։ Նոր սակագները ուժի մեջ կմտնեն հուլիսի 7-ից։ Սակագների մեծությունը, երբ որ մենք հաշվարկում ենք, դա բազմագործուն է։ Այնտեղ հարուստ գազարդի հայտում սահմանի վրա գազի գինը ամրագրված է $270, 30% փոխհատուցումը մենք հաշվի ենք առել, արդեն սահմանի վրա մենք մեր հաշվարկները 179 ենք դրել։ Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումն իր հետ այլ ապրանքների ու ծառայությունների գնաճի կհանգեցնի։ Բերքատվության վատ լինելու դեպքում սրան կգումարվի նաեւ դրանից բխող այլ հետևանքներ։ Տնտեսագետը շեշտում է, որ կառավարությունը պետք է անի ամեն ինչ գոնե մանր ու միջին բիզնեսի խթանման եւ մենաշնորհի վերացման ուղղությամբ։ Հենց մենաշնորհային տնտեսությունների գոյությունն է, որ մրցակցության բացակայություն է ստեղծում եւ չի ապահովում գնային քաղաքականությունը, ասում է մասնագետը։ Նազելի Էլբակյան, Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։